Տեսեք, իրանք sense մեղրահաց են կառուցել, լրիվ ամբողջը բնական։ Այս տարվա տեղումն առատ գարունը մարգագետինները երկար կանաչ ու ծաղկած պահեց մեղուներին առատ նեկտարով ապահովելով։ Դաշտի քաղցր բերքը կաթիլ առ կաթիլ հավաքելու համար շրջանակներին այսպիսի մեղրահաց են գործել, մեղվաբուծական այս տնտեսության համար արտադրական նոր ուղղություն ստեղծելով։ Այք ստեղել են կառուցել այս մեղրահացը, լրիվ բնական։ Սա սև մեղրահաց է։ Այո, սա սև է, սա սպիտակ է, այո։ Ստեղ կա եւ մեղր եւ կա ворթեր, հարսնյակներ, որտեղից որ մեղուները դուրս են գալիս ու մենք այս մոմերը, լրիվ բնական մոմերը, մենք հավաքում ենք մեր մեղվանոցից եւ տանում ենք խնամքի միջոցների արտադրամաս։ Ամեն ինչ սկսվեց 3 տարի առաջ, երբ ավելի քան 20 տարվա փորձ ունեցող մեղվաբույծ Նարեկին միացավ կինը Ռուզաննան եւ ծնվեց գաղափարը Գառնիում ստեղծել մեղվաբուծական համալիր։ Որոշեցինք ունենալ փորձացադրական մեղվանոց, ապի տնակ, ունենալ հյուրատուն, մեղրի արտադրամաս, խնամքի միջոցների արտադրամաս, մեղրի համտեսի սրահ ու մեծացավ, դարձավ մեծ գաղափար։ Այսօր այստեղ արդեն զբոսաշրջիկներ են ընդունում մի քանի մեղվափեթակի միջոցով նրանց մեղուների կյանքը պատմում։ Օրինակ այս մեղվափեթակին տեղադրված թափանցիկ ապակին հնարավորություն է տալիս այցելուներին պաշտպանվելու հնարավոր խայթոցից, հետևելու մեղվաընտանիքի առօրյային եւ անցնելու շնչառական թերապիա։ Վերևի հատվածում շնչառական դիմակներ ենք դնում այս հատվածում եւ շնչում են մեղվի փեթակի օդը։ Նույն գործողությունը կարող են անել ապի տնակում եւ կարող են անել մեղվանոցում նստած։ Ըստ ցանկության մեր հյուրերը ոնց ցանկանան։ Իդեպ փորձարարական այս 10 մեղվաընտանիքից բացի մեծ մեղվանոցն այս սեզոնին դաշտ են տարել։ Մի քանի տեսակի մեղու ունեն, փորձում են հասկանալ դրանցից որն է այս տարածաշրջանին ամենալավը հարմարվում ու ավելի առատ բերք ապահովում։ Որոնք են սրանք Բաքվաստ։ Բաքվաստ, Կարնենկա, Կարպատկա, Կովկասյան գորշ ունենք եւ բոլորը փորձում ենք համադրել մեր տեղանքին։ Իսկ այգու այս հատվածում ապի տնակն է, որտեղ մահճակալների տակ տեղադրված են փեթակներ։ Դրանց վրա պառկող մարդիկ շնչում են փեթակից եկող առողջարար օդը, հագեցած մեղրի ու մոմի բույրերով, ապա վայելում ծաղկափոշիով ու խոտաբույսերով թեյ։ Սա բաց ենք թողել, այստեղ շատ մանր սետկալով ամրացրել ենք, որպեսզի ամբողջ մեղվա փեթակի հոտը դուրս գա։ Ինքը մոմի հոտնա, մեղուների հոտնա, այդ ամեն ինչ եւ փայտի հոտը իրար հետ միախ առնելուց մի 5 րոպե հետո սկսում ենք մենք հանգստանալ, թուլանալ, շատ հաճելի է լինում։ Մեղրի հիմքով այստեղ տասնյակ արտադրանք են ստանում, բայց վերջին շրջանում հատկապես մեծ արձագանք է ստացել մեղրի գինին։ Տեխնոլոգիական այս նորամուծությունը գրավել է գինու սիրահարների ուշադրությունը։ Շատ հետաքրքիր խմիչք է ստացվել, մեղրից 4 գինի ենք ստացել, բաղադրություն մեղր եւ ջուրը։ Իրա վրա աշխատել ենք 2 ու ավելի տարիներ, որպեսզի ստանանք շատ հետաքրքիր խմիչք։ Մի քանի անգամներ դեգուստացիաներ ենք կազմակերպել, որպեսզի հասկանանք մարդկանց ինչը դուր չի գալ, որպեսզի շտկենք եւ արդյունքում ունենք այն, ինչը որ բոլորն հիմա դուր է գալիս։ Իսկ այս հատվածում Ռուզաննան բնական մեղրամոմից տարբեր արտադրանքներ է ստանում մարմնի խնամքի միջոցներից մինչև օրգանիկ օճառներ։ Օրինակ այս մեկը շուրթերի բալզամ է մեղրամոմով, խոնավեցնող ու սնուցող հատկություններով։ Ավելացնելու ենք վիտամին E ու ավելացնելու ենք մի փոքր մեղրամոմ։ Մեղրամոմը մեր մեղուների գործած մեղրամոմն է։ Ամենաարդար, ամենամաքուր, բնական մեղրամոմը, այստեղ չի դրվել առանձին մոմաթերթ, այսինքն մեղուները հենց իրենք են գործել մեղրամոմը ու իրենք հավաքել են բջիջները, որ մեղրը տեղավորեն բջիջներում։ Միջին ջերմաստիճանում հալեցնելուց հետո լցնում են շրթներքի տարաների մեջ եւ սառեցման հատուկ պայմաններում պահելով ստանում այսպիսի արդյունք։ Մենք արդեն ունենք պատրաստի պրոդուկտը, շուրթերի բալզամը, եկեք փորձենք, տեսնենք ինչ է անում ինքը մարմնի հետ, տեսեք, փայլ է տալիս, սնուցում, գեղեցիկ, առողջ տեսք է հաղորդում։ Նարեկն ու Ռուզաննան այսօր արդեն ժպիտով են պատմում, թե ինչպես երկուսով քարը քարին դնելով այս տարածքը վերածեցին այսպիսի գեղեցիկ համալիրի, որտեղ այցելուները կարող են գալ, գիշերել, սնվել թարմ ու անարատ գյուղմթերքով եւ վայելել մեկ գավաթ մեղրի գինի։ Ծաղկանուշ Միրզոյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։